է ձեր կուսակցության դիրքորոշումը Հայաստանում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ, ինչպիսի քայլեր է նախատեսված ծրագրով եւ ծրագրում ինչպես է առաջարկում մոտեցումները տեղական արտադրության բարելավման համար։ Կարողանում ենք օրգանիկ մթերքի արտադրության հետ կապված փորձարարական կենտրոնների ստեղծումը, որովհետեւ կոնկրետ այնպես է ստացվել, որ այսօր ԵԱՏՄ անդամ ենք, բայց հետագա քաղաքական զարգացումները չեն բացառում որևէ տարբերակ, չի բացառում, որ մեր համար գերակայություն դառնա Եվրամիության շուկա։ Իսկ Եվրամիության շուկայում մեր ներկայիս արտադրանքով մենք մրցունակ չենք։ Եվրոպայում սպառողը ցանկանում է ստանալ մաքուր օրգանիկ մթերք, որը այսօրվա դրությամբ Հայաստանում քիչ է արտադրվում։ Դրա համար նախատեսում ենք նմանատիպ փորձարարական կենտրոններ ստեղծել եւ այդ ուղղությունը, այդ ճյուղը հնարավորինս զարգացնել։ Ընդհանուր զարգացման վերաբերյալ խնդիրը կձևակերպեի այսպես. մոդեռնիզացիա, արդիականացում, այսինքն մենք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով գյուղատնտեսության ոլորտում զիջում ենք մեր բոլոր հարևաններին։ Զիջում ենք Թուրքիային, զիջում ենք Իրանին, զիջում ենք Վրաստանին, զիջում ենք նույնիսկ Ադրբեջանին եւ միգուցե փոքր տարօրինակ հնչի, զիջում ենք անգամ Արցախին։ Այսինքն այնտեղ շատ ավելի առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ են կիրառվում, շատ ավելի ժամանակակից գյուղտեխնիկա է աշխատում, միգուցե ինչ որտեղ պետական մոտեցման արդյունքում, իսկ պետք է ձգտենք հավասարվել անգամ Արցախին, հավասարվել եւ հասնել։ Այսինքն արդիականացում, նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Շատ պարոն Ավետիսյան, հաշվի առել եք փոքր ֆերմերների խնդիրները։ Փոքր ֆերմերների խնդիրները բազմից քննարկվել է մեր դաշինքի ներսում։ Խնդիրը հետևյալն է. մեծ ֆերմերները իրենց ռեսուրսներով, իրենց մոբիլիզացիոն ռեսուրսներով ավելի ճկուն են, նրանք ավելի էժան ինքնարժեք են ստանում, ավելի լայն դաշտ ունեն աշխատելու համար, իսկ փոքր ֆերմերները հիմնականում ներքին շուկայի վրա պետք է աշխատեն։ Այսինքն այստեղ մեր ծրագրում նախատեսված է մասնավորապես ճյուղային ասոցիացիաների ստեղծում, ասենք կարտոֆիլագործների ասոցիացիա, անասնապահների ասոցիացիա եւ այլ, որտեղ այդ փոքր ֆերմերները կմիավորվեն, հանդես կգան որպես իրավաբանական անձ, ասենք, ու դա հնարավորություն կտա որոշակիորեն նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, ասենք անհրաժեշտ թունաքիմիկատների, պարարտանյութերի եւ այլ կենտրոնացված ձեռքբերման շնորհիվ։ Այսինքն նաեւ նախատեսում ենք որոշակի սեմինարներ, դասընթացներ ֆերմերների համար, գիտելիքների առումով նույնպես խնդիր ունենք։ Այսինքն ես մեկ օրինակ բերեմ, օրինակ 1 հեկտար պոմիդոր լոլիկ արժեցնելու պարագայում տարվա ընթացքում հողը աղքատանում է X քանակի ազոտով, որոշ քանակի ֆոսֆորով, կալիումով եւ այլ միկրոէլեմենտներով։ Իսկ մեր գյուղացին սովորել է ամեն տարի հողը հարստացնել մենակ ազոտով, ազոտական պարարտանյութով։ Այսինքն պետք է այդ նոր տեխնոլոգիաները կարողանան գյուղացուն հասնել եւ բացատրել, որ հողին անհրաժեշտ է ոչ միայն ազոտ, որպեսզի ստանան լավ բերք, բարձր որակի բերք։ Շատ լավ, արդյոք գյուղատնտեսական կոոպերատիվները հանդիսանում են արդյունավետ միջոց գյուղատնտեսության զարգացման համար։ Այս պահի դրությամբ ցավոք կարելի է ասել, որ պետության ջանքերը այդ ուղղությամբ կոոպերատիվների ստեղծման զարգացման ուղղությամբ բավարար արդյունքներ չեն տվել։ Առանձին մարզերում որոշ հաջողված փորձ կա, բայց ընդհանուր առմամբ ոլորտը կաղում է։ Այսինքն դաշտ կա աշխատելու եւ կոոպերատիվների ուղղությամբ պետք է աշխատանք շարունակել, բացատրական լայն աշխատանք տանել, գյուղացիներին բացատրել առավելությունները եւ խրախուսել այդ մեխանիզմը։ Արդյունավետ միջոց է գյուղատնտեսության զարգացման համար։ Միանշանակ արդյունավետ միջոց է։ Բերեմ մեկ օրինակ, ասենք մի համայնքում կան մի քանի փոքր ֆերմերներ, որոնք ամեն մեկը իր հերթին խնդիր ունեն տրակտորի հետ կապված, ջրի հետ կապված եւ այլ։ Հիմա եթե լինում է կոոպերատիվ, մասնավորապես կարող է միավորվել, մի հատ նորմալ ժամանակակից լուրջ գյուղտեխնիկա ձեռք բերել, որը համատեղ օգտագործել կոոպերատիվի շրջանակներում, ստանալ ավելի լավ բերք, ավելի մեծ արդյունք եւ այդ արդյունքը հավասարապես բաշխել եւ արդյունքում ավելի գոհ կլինեն, քան երբ որ աշխատում են մենակ ապավինելով միայն սեփական ուժերին։
Լավ, պարոն Ավետիսյան, ինչպիսի հնարավորություններ եք առաջարկում ձեր ծրագրում գյուղատնտեսական կոոպերատիվներին, օրինակ հարկային արտոնություններ, գուցե լինի սուբսիդավորման մեխանիզմներ, այսպիսի կետեր։ Սուբսիդավորման մեխանիզմներ, արտոնություններ ծրագրում նախատեսում ենք, իհարկե խոսքը գնում է ոչ թե կոնկրետ կոոպերատիվների, այլ այն տնտեսություններին, որոնք որ սկսեն օգտվել առօրյա առաջադեմ տեխնոլոգիաներ օգտագործել։ Օրինակ այն գյուղատնտեսական տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, մենք ծրագրով նախատեսում ենք 5 տարի ժամկետով ազատել ոռոգման ջրի վարձից։ Առաջին հայացքից կաթիլային ոռոգման անցնելը զուտ ջրի խնայողության է բերում, այդպիսի լայնորեն տարածված կարծիք կա, սակայն դա այդպես չէ։ Բացի ջրի խնայողությունից բարելավում է բերքի որակը, ավելի մշակաբույսը ավելի լավ արմատային համակարգեր ունեն, ավելի հեշտանում են մշակման աշխատանքները, հնարավորություն է ստեղծվում մշակաբույսերը աճեցնել ավելի բարդ ռելիեֆային պայմաններում, թեքությունների վրա եւ այլն։ Իսկ առավելությունները շատ լայն են։ Շատերը խուսափում են կաթիլային ոռոգման անցնելուց զուտ ծախսերի պատճառով, բայց պետք է բացատրենք, բացատրական աշխատանք տանենք, որ սա այն ծախսն է, որը միանշանակ արդարացված է եւ իմաստ ունի։ 1-2 հաջողված փորձ եւ լայնորեն դա տարածվելու է ինչպես ամբողջ առաջադեմ աշխարհում։ Բացի դրանից, հատուկ կետ ունենք, որը նախատեսում է 5 տարի ժամկետով հողի հարկից ազատել բոլոր այն տնտեսություններին, ովքեր կօգտագործեն հակակարկտային ցանցեր։ Բոլորս գիտենք, թե ամեն տարի մեր գյուղատնտեսությունը ինչքան վնասներ է կրում կարկուտի պատճառով։ Հակակարկտային ցանցերը միակ արդյունավետ ժամանակակից լուծումն են, որը լայնորեն կիրառվում է մասնավորապես եվրոպական երկրներում եւ ամենուր։ 1 հեկտար ծիրանի բերքը, երբ որ կարկուտը ոչնչացնում է, այդ բերքի արժեքով կարելի է այդ 1 հեկտարը ծածկել հակակարկտային ցանցերով, որոնք որ մեկանգամյա օգտագործման չեն, 10-15 տարի այդ ցանցը այդ բերքը պահպանելու է։ Արդյունքում գյուղացի միայն շահում է։ Այստեղ միակ խնդիրը սկզբնական մեծ ծախսն է, ասենք հեկտարի տրված մի քանի միլիոն դրամ, դա էլ կարելի է ուղղակի էժան վարկային միջոցներ ապահովել տնտեսություններին, որպեսզի կարողանան օգտվել։ Արդյոք համարում եք գյուղատնտեսական ապահովագրությունը արդյունավետ միջոց գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման համար, օրինակ կարկտահարության, ցրտահարության եւ այլն։ Միանշանակ շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտում ապահովագրությունը, չնայած կոնկրետ ծրագրում դրան անդրադարձ չկա։ Այստեղ կարգավորիչ դեր պիտի ունենա պետությունը, իհարկե շատ բան կախված է նաեւ ապահովագրական ընկերությունների դիրքորոշումից, որտեղ մասնավոր ընկերություններ են եւ կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի գործոնը մի փոքր ավելին է, քան այլ ոլորտներում։ Ես ձեզ մի օրինակ հիշեցնեմ այլ բնագավառից, երբ որ սկսեց ավտոմեքենաների ապահովագրությունը, ապահովարական շատ ընկերություններ ուղղակի հրաժարվում էին ապահովել տաքսիներին, այդ ավտոմեքենաներին, հաշվառելով այն գործոնը, որ ռիսկերը ավելի շատ են ու իրենք կորուստներ են ունենալու։ Հիմա տվյալ պարագայում նույնը կարող է գործել գյուղատնտեսության ոլորտում, որովհետև օրինակ անցյալ տարվա օրինակով հսկայական քանակի մշակաբույսեր, ցանկատարածություններ եւ այգիներ ուղղակի ոչնչացան կարկուտի պատճառով։ Իսկ այստեղ կա ռիսկի գործոն, պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, տեսնել այլ երկրներում ինչպես է այդ հարցին լուծում տրվում։ Որքանով ես տեղյակ եմ, օրինակ մեր հարևան Վրաստանում արդեն այդ համակարգը ներդրվել է։ Միանշանակ կարևորում եմ ապահովագրության ինստիտուտի կիրառումը Հայաստանի պայմաններում։ Իսկ ինչպիսին պետք է լինի կառավարության դերը գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման հարցում։ Իհարկե, առանց պետության միջամտության այդ ինստիտուտի կիրառումը հնարավոր չէ։ Առաջին հերթին պետք է օրենսդրորեն կարգավորվի։ Իսկ գործող օրենսդրության մեջ հատուկ անդրադարձ կատարվի այդ ոլորտին, թե ինչպես պետք է գործի ապահովությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես պետք է կարգավորվեն հարաբերությունները ապահովագրական ընկերության եւ գյուղատնտեսական տնտեսությունների միջև եւ պետության դերը, կարգավորիչ դերը այս ոլորտում եթե հաշվի առնենք բարձր ռիսկայնության գործոնը շատ կարեւոր է։ Դժվար եմ կոնկրետ ասել թե ինչ մեխանիզմներով,
որովհետև կրկնում եմ, պետք է միջազգային փորձ ուսումնասիրենք, մեր պրակտիկայում նման փորձ չենք ունեցել առ այսօր։ Պարոն Ավետիսյան, այլ առաջարկներ ունեք Հայաստանում ադապտիվ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Առաջարկներ կան, պետք է ուսումնասիրենք այն երկրների փորձը, որոնք որ ունեն բնակլիմայական վատ պայմաններ եւ շատ առաջադեմ գյուղատնտեսություն։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Իսրայելին։ Իսրայելը այսօր արտահանում է շատ զարգացած գյուղատնտեսություն ունի, լինելով Հայաստանից ավելի փոքր երկիր, ունենալով շատ ավելի վատ բնակլիմայական պայմաններ, որոշ մշակաբույսերի առումով միլիարդավոր դոլարների արտահանում։ Պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը։ Նոր տեխնոլոգիաների առումով կոնկրետ մեր ընկերության օրինակով կարող եմ ասել, օրինակ ապրիլի վերջին մենք հյուր ենք սպասում Գերմանիայից, այստեղ պետք է փորձարկենք անօդաչու թռչող սարքերով թունաքիմիկատների սրսկման գործընթացը, այսինքն օրինակ երբ որ գյուղտեխնիկա մտնում է ցորենի դաշտ եւ սրսկում է իրականացնում, բերքի միջին 8-ից 10% կարող է ուղղակի փչանալ այդ process-ի գործընթացի արդյունքում։ Իսկ եթե անօդաչու թռչող սարքի միջոցով է արվում, նաեւ բերքը պահպանվում է։ Այսինքն դա օրինակ ամենանորագույն տեխնոլոգիաներից մեկն է, որը արդեն սկսում է Եվրոպայում լայնորեն կիրառվել։ Պատկերացրեք, չէ՞։ Մեր դեռ չեն կիրառել։ Ռուսաստանում արդեն փորձեր կատարվում են։ Մասնավորապես դուք շատ լավ գիտեք, որ նաև լրագրության ոլորտում է արդեն անօդաչու թռչող սարքերը կիրառում, այդ նույն սկզբունքով արդեն իրականացում է թունաքիմիկատների սրսկում։ Շատ լավ։ Անցնենք սննդամթերքի անվտանգությանը, որքանով արդիական եք համարում սննդամթերքի անվտանգության խնդիրը Հայաստանում եւ որոնք են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն ըստ։ Բարի։ Սննդամթերքի անվտանգությունը իհարկե առաջնահերթություն է, որովհետեւ ինչ որտեղ նաև ազգային անվտանգության հարց նույնիսկ կարելի է համարել, որովհետև կախված սննդամթերքի պարունակությունից է նրանց թե ինչ ենք մենք ուտում, կախված է նաև բոլորիս մեր երեխաների, մեր ծնողների բոլորիս առողջությունը։ Ես չեմ համարում, որ այսօրվա դրությամբ կա պատշաճ վերահսկողություն։ Մասնավորապես բերեմ մեկ օրինակ։ Հետխորհրդային տարածքում երևի միակ երկիրն է Հայաստանը, որտեղ չինական ոչ բարձր որակի թունաքիմիկատների մասնաբաժինը շուկայում երևի հասնում է մոտ 70%-ի։ Նման պատկեր ուրիշ որևէ երկրում չեք տեսնի, նման բան չկա Ադրբեջանում, չկա Վրաստանում, չկա Լիտվայում, Լատվիայում, Ռուսաստանում, երևի Միջին Ասիայից բացի որևէ տեղ չկա։ Այսինքն պետությունը չի կարգավորում, թե ինչ թունաքիմիկատներ են մտնում երկիր։ Այսինքն կարգավորում է, բայց ոչ պատշաճ մակարդակով։ Այսինքն պետք է այդտեղ լուրջ այդ ուղղությամբ զբաղվել։ Բացի դրանից, նույն սննդի արդյունաբերության արտադրության մեջ, եթե մենք ցանկանում ենք հետագայում լայնորեն արտահանում ունենալ դեպի եվրոպական շուկա, բայց եվրոպական շուկայում շատ լուրջ ուշադրություն է դարձվում սննդամթերքի անվտանգությանը, որտեղ բազմաթիվ պարամետրերով իրականացվում են ստուգումներ եւ մեր շատ ընկերություններ ես վստահ եմ, որ եթե այդ հարցը կարգավորեն ստանդարտների համապատասխանություն իրականացնեն մեր ստանդարտների, եվրոպական ստանդարտների, արտահանումը Հայաստանից կտրուկ կաճի։ Եթե ռուսական շուկան օրինակ այդքան լուրջ ուշադրություն չի դարձնում, ապա եվրոպական շուկաների համար դա ամենակարևոր պահանջն է։